Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, մենք զրուցելու ենք արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղազարյան, երեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր Facebook-յան էջով կիսվել է Վահագն Ալեքսանյանի ուրեմն գրառմամբ եւ այդ գրառման մեջ Վահագն Ալեքսանյանը առանձնացրել է 10 կետով այն ձեռքբերումները, որոնք իրենք ունեցել են այս 7 տարիների ընթացքում։ Ես առաջարկում եմ ընթերցեմ այդ ձեռքբերումները, դուք արձագանքեք դրանց։ Եվ այսպես առաջին հարցը, ասում է Հայաստանի անկախության ի վեր առաջին անգամ 20 ամիս եւ ավել սահմանին զոհ չունենք։ Խնդրեմ։ Վահագ Ալեքսանյանը տեղյակ է, որ իրենց պաշտոնավարման շրջանում եղել են ամենամեծ թվով զոհերը զինված ուժերում, որ իրենց պաշտոնավարման շրջանում զոհվել են հազարավոր երիտասարդներ, ընդ որում ինքը տեղյակ է, որ այդ երիտասարդների զոհողության վայրը նրանք իրենց հայրենիքը չեն համարում, այսինքն զոհվածները գիտեն, որ զոհվել են իրենց հայրենիքը պաշտպանելուց, բայց նրանց մայից հետո Վահագն Ալեքսանյանն ու իր թիմակիցները նրանց զոհողության վայրը համարում են ադրբեջանցիների հայրենիք։ Վահագն Ալեքսանյանը տեղյակ է, որ իրանց պաշտոնավարման շրջանում զինված ուժերում խաղաղ պայմաններում տեղի ունեցել ամենամեծ ողբերգությունը դա եղել է Ազատ գյուղի կացարանում, որտեղ մի քանի ժամում ընդամենը 15 զինծառայող է զոհվել։ Այսինքն այդ իրանց համար քիչ է, հələ իրանք էլի էին զոհեր ուզում, ուղղակի ինձ հասկացվել, որ էլի հիմա զոհեր չեն լինում։ Զոհեր հիմա ինչի չեն լինում, որովհետև հայրենիքը հիմա իրանք հանձնում են թշնամուն առանց որևէ գործողությունների։ Նույն Տավուշի մարզից, երբ որ Վահագ Ալեքսանյանն ու իր թիմակիցները 4 գյուղ եւ հարակից տարածքներ հանձնեցին Ադրբեջանին, 2020 թվականի հուլիսին այնտեղ մարտեր էին ծավալվել ընդամենը մեկ պաշտպանական դիրքի համար։ Եթե հիմա ադրբեջանցիները դիրքերը ուզում էին եւ Վահագ Ալեքսանյանը եւ մյուսները կազմակերպեին մեր հայրենիքի պաշտպանությունը, կարող է զոհեր լինել։ Բայց իրանք այդ ամեն ինչը հիմա թշնամուն հանձնում են թշնամու պահանջներով։ Իսկ այդ զոհեր չլինելը դրանից չի պայմանավորված, որ պատերազմական գործողություններ չկան, որովհետև իրանք առանց պատերազմի հայրենիքը հանձնում են թշնամուն, թշնամու պահանջներ է կատարվում։ Վահագն Ալեքսանյանին պետք է հիշեցնել, որ իրանց պաշտոնավարման 7 տարիների ընթացքում 7 պատերազմ է եղել Հայաստանում։ Այդ թվում 44 օրյա արհավիրքը։ Դրանից առաջ հուլիսյան պատերազմը Տավուշում, դրանից հետո 21 թվին Շորժայում, դրանից հետո Իշխանասարում, Սև լճում, հետո Ջերմուկում, այդ պատերը հետո Արցախում նորից 23 թվականին։ Երևի վիճակագրության մասին իրանք մոռացել են։ Հաջորդ կետով, պարոն Ղազարյան, գուցե դες համար անակնկալ լինի, բայց ձեռք բերում է համարվում պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է ժամանել ԱՄՆ փոխնախագահը։ Խնդրեմ, սա մեզ համար մեծ ձեռքբերում էր։ Ասենք դրա ձեռքբերումը ո՞րն է, այցելությունները պարբերական բնույթ են կրում։ Իսկ ասենք Նիկոլ Փաշինյանը քանի անգամ այցելել է Միացյալ Նահանգներ։ Դա օրինակ Նիկոլ Փաշինյանի այցելությունները Միացյալ Նահանգներ Ամերիկայի համար ձեռքբերում, ասենք ամերիկյան որևէ կոնգրեսական կարակ այս 10 կետանի ձեռքբերումներ նշի Միացյալ Նահանգների տարեգրության մեջ, որոնց թվում նաև են, որ ենթադրենք 2025 թվի փետրվարին Նիկոլ Փաշինյանը այցելել է Վաշինգտոն։ Դա սովորական երևույթ է միջպետական հարաբերություններում այցելությունները։ Ավելին Միացյալ Նահանգների պարագայում դա պետքա վաղուց լիներ։ Ամերիկյան տեխնոհսկա ընկերությունը Հայաստանում մինչև 4 միլիարդ դոլարի ներդրում է պատրաստում արհեստական բանականության գործարան հիմնելու համար։ Պատրաստում։ Երբ որ կլինի նորեն ժամանակ Վահագ Ալեքսանյանը կարա խոսի։ Հիմա նույն ձևի ինքը կարա ասի, որ պատրաստվում է կառուցել մետրոպոլիտենի Աչափնյակ կայարանը կամ Նորագյուղը վերածվելու է downtown-ի, որտեղ լինելու են 70 արկանի շենքեր։ Առայժմ ամերիկյան ոչ մի ընկերություն Հայաստանում ներդրումներ չի արել։ Միակ խոշոր ամերիկյան ներդրումը դա Որոտանի հեքն է, որի գլխավոր տնօրենը Արադ Միրզոյանի Քենին է։ Էդի է փաստը։
Ես հիշեցի պարոն Ղազարյան բոլոր գործարաններն ու արտադրամասերը, որոնք գտնվում էին Արցախում եւ հանձնվեցին Ադրբեջանին։ Դրա մասին էլ հետո մի հատ ընդհանուր կամփոփենք, թե Արցախին ընդհանուր առմամբ իրենք քանի միլիարդ դոլարի վնաս են տվել, քանի գործարաններ, քանի հյուրանոցներ, իսկ ծավալի բիզնեսներ։ Գրեթե օրական չէ, առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ 65 տարին լրացած անձինք ստանում են անվճար առողջապահություն։ Դա բացարձակ սուտ է, որովհետև պետպատվերի շրջանակներում քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությունը անկախ նրանց տարիքի ըստ պետպատվերի ծրագրի դա մշտական իրողություն է եղել, այսինքն մշտապես գոյություն են ունեցել հիվանդությունների շատ որոշակի ցանկ, որի շրջանակներում եւ դեպքեր մեր քաղաքացիները ստացել են անվճար պետպատվերի շրջանակներում ստացել են անվճար բուժ օգնություն։ Նես որ դա առաջին անգամ չի, այն ինչ որ իրանք ասում են, դա ոչ թե անվճար է, այլ առողջապահության ապահովագրության հաշվին է, որի համար վճարում են մեր մյուս քաղաքացիների տարբերություն։ Քաղաքացիները բյուջեին են շատ վճարում, բյուջեով պետպատվեր առնում, թե լրացուցիչ հարկային բեռա դրած ապահովագրության անվան տակ այլ տնտեսվարողների վրա, որի միջոցներից նաև ֆինանսավորվում են այլ շահառուներ։ Այսինքն դա մանիպուլյատիվ մեկնաբանություն է։ Իրականում խոսքը վերաբերում է առողջապահության ապահովագրությանը, որի համար մարդիկ վճարում են։ Գրեթե օրական ռեժիմով նորակառույց դպրոցական կամ դպրոց կամ մանկապարտեզ է բացվում ըստ Վահագն Ալեքսանյանի։ Դա բացարձակ սուտ է, ամեն օր Հայաստանում մանկապարտեզ ու դպրոց չի բացվում, դա բացառիկ դեպքեր են լինում, երբ որ դպրոցներ են վերանորոգվել կամ նոր դպրոց կամ մանկապարտեզ է կառուցվել, իսկ կյանքը ցույց է տալի, որ ավելի շատ դպրոցներ ու մանկապարտեզներ փակվում են։ Միայն 2026 թվականի այս տարվա ընթացքում 2 օր առաջ է երբ մասնակցում մի հետազոտության ներկայացման, Հայաստանում փակվելու է 228 դպրոց։ Քանի որ տարին ունի 365 օր, եթե դա բաժանենք տարվա օրերի վրա, ապա ստացվում է, որ գրեթե ամեն աշխատանքային օր 2026 թվականին փակվելու է 1 դպրոց։ Ընդ որում այդ հիմնականում դրանք փակվելու են Սյունիքի, Վայոց ձորի, Տաուչի սահմանամերձ մարզերի սահմանամերձ բնակավայրերում, բարձր լեռնային բնակավայրերում, այնտեղ որտեղ որ պետությունը հակառակը պետք է ավելի շատ հոգ տաներ մարդկանց կյանքի պայմանները բարելավելու ուղղությամբ։ Այնտեղ են հիմնականում փակվում դպրոցներ։ Ավելի շատ փակվում են, ինչ որ եթե որոշ տեղերի դպրոցներ են վերանորոգում կամ կառուցում, մեր քաղաքացիներն ուզում եմ հիշեցնել, որ դա հիմնականում իրականացում է տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերով, որոնց գլխավոր դոնորը համաշխարհային բանկն է, այսինքն այդ ամեն ինչ իրականացում է պետության արտաքին պարտքի հաշվին։ Սահմանամերձ գյուղերում 6-րդ կետն է, պարոն Ղազարյան։ Սահմանամերձ գյուղերում պետության ֆինանսավորմամբ հազարավոր տներ են կառուցվում։ Բացարձակ սուտ է, ինքը հավանաբար խոսում այն 16 միլիոնի ծրագրի մասին, որը մեկնարկից կարճ ժամանակ անց դադարեցվել է, այդ ծրագիրը հիմա չի իրականացվում, այդ տները կիսակառույց են, շատ քիչ շահառուներ կան, որոնք այդ տներում ապրում են։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 20 թվականի, երբ որ Տիգրան Ավինյանը դեռ փոխվարչապետ էր, ընդամենը 12 տուն կառուցել Շունիկի մարզում, 4 տարի հետո նոր տները կարողացել են շահագործման հանձնել։ Խոսքը 12 տան մասին էր ընդամենը։ 4 տարվա մեջ չէին կարողացել կառուցել։ Իսկ ես ուզում եմ մի հատ Վահագն Ալեքսանյանը ազնիվ գտնվի եւ ասի, թե քանի տուն, քանի բնակարան Վահագ Ալեքսանյանը եւ իր թիմակիցները հանձնել են Ադրբեջանին Արցախում։ Վերջին 5 տարում միջին տնտեսական աճը եղել է 9.7%, ինչն աշխարհի լավագույն ցուցանիշներից է։ Ռուս-ուկրաինական պատերազմը երևի նկատի չի ունեցել Վահագն Ալեքսանյանը։ Բոլոր տնտեսագետներն են վկայում, որ Հայաստանում տնտեսական աճը միայն պայմանավորված է Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հանգամանքով, ընդ որում, այո, ինչպես դուք նշեցիք, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, որովհետև Հայաստանը գտնվելով
արևմտյան պետությունների պատժամիջոցներից դուրս, բայց լինելով ԵԱՏՄ անդամ, բոլոր այդ պետությունները, ովքեր Ռուսաստանի հետ գործակցություն են իրականացնում, հիմնականում իրականացնում են հայաստանյան ընկերությունների միջոցով։ Օրինակ, վերջին պետեկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների ցանկի հրապարակումից պարզ է դառնում, որ Հայաստանում ամենաշատ հարկ վճարող ընկերությունը բջջային հեռախոսներ վաճառող ընկերությունն է։ Պարզ է, չէ՞, որ ընկերությունը այդ հեռախոսները ձեռքաբեր է եւ վաճառել է ոչ թե Հայաստանում, այլ ԵԱՏՄ տարածքում։ Որովհետեւ այլ երկրներից, արևմտյան երկրներից այդ գործարքները հնարավոր չի իրականացնել։ Նույնը վերաբերում է նաեւ ժամանակավորապես Հայաստան եկող ռուս այթիշնիկներին, զբոսաշրջիկներին եւ այլնին, որոնց շրջանառությունը դարձել է տնտեսական աճի աղբյուր։ Եթե տնտեսական աճի կառուցվածքը նայենք, ապա դա լայն առումով մեր հասարակության հետ շատ քիչ կապ ունի։ Դա ֆինանսա-բանկային ոլորտի, շահումով խաղերի ոլորտի, շինարարության եւ այլնի հետ կապված ոլորտային զարգացումներ են։ Իրականության մեջ տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում։ Վերջին 7 տարում Հայաստանում ստեղծվել է 300,000-ից ավել նոր գրանցված աշխատատեղ։ Խոսքը չի վերաբերում նոր աշխատատեղերի ստեղծմանը, իրենց որոշակի իմաստով հաջողվել է որոշ աշխատատեղեր գոյություն ունեցող, որոնք հաշվառված չեն եղել հարկ վճարող, այսինքն ստվերային աշխատողներ են եղել, նրանց ուղղակի բերել դեպի տեսանելի դաշտ, այսինքն այդ մարդիկ եղել են, այդ մարդիկ աշխատել են, բայց քանի որ հիմա անկախիկի մասին օրենք է մտել շրջանառության մեջ, պարտադիր կենսաթոշակային կൂട്ടակային համակարգ կա, մարդիկ իրենք են շահագրգռված, որ իրենք որտեղ որ աշխատում են, այդ աշխատանքը պաշտոնապես հակառակ դեպքում իրանք եկամուտ չեն կարող ստանալ, ծախսեր չեն կարող իրականացնել։ Այսինքն առավելապես դա դրա հետևանքն է, որովհետև եթե երկրում իրական ներդրումներ չեն արվում, ապա հարց առաջանում, թե այդ աշխատատեղերը ոնց են ստեղծում։ Օրինակ Պետրոս Ղազարյանին իշխանական տնտեսագետները ասել են, որ մի աշխատատեղի ստեղծման համար անհրաժեշտ է մոտարապես $50,000 ներդրում։ Եթե իրանք ասում են, որ 300,000 աշխատատեղ է ստեղծվել, ուրեմն $15 միլիարդ ներդրում է եղել, բայց նույն Պետրոս Ղազարյանը ասում էր, որ Հայաստանում 98 թվականից մինչև հիմա ընդամենը 7 թե 8 միլիարդ $, ներդրում է եղել ամբողջ այդ տարիների ընթացքում։ Այսինքն իրենց իսկ վկայակոչած թվերի հարաբերակցությամբ դա բացարձակ կեղծիք եւ սուտ է։ 9-րդ կետը վերջին տարիներին առաջին անգամ արտագաղթի փոխարեն ունենք ներգաղթ։ Ես վերջերս պարոն Ղազարյան հայտնաբերեցի, որ այս տարի ուրեմն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 100,000-ով պակասել է։ Ինչ ներգաղթի մասին է խոսքը։ Ընդ որում դուք պետք է նաև նկատի ունենաք, որ Արցախից Հայաստան տեղափոխված 150,000 քաղաքացիների մի մասն էլ նաև նոր կարգավիճակով վերստին է ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն, այսինքն հաշվառված է որպես ընտրող, եւ հետեւաբար այստեղ արդեն իրանք միանգամից բռնվում են։ Միգուցե ներգաղթը կա է ցուցանիշը, բայց դա հավանաբար օտարերկրացիների հաշվին է, որովհետև իմ ունեցած վերջի տեղեկություններով Հայաստանում կացության հատուկ կարգավիճակ են ստացել Հնդկաստանի մոտարապես 130,000 մինչև 170,000 քաղաքացիներ։ Եթե իրանք այդ նկատի ունեն, ապա դա հնարավոր է, որ դա այդպես է, բայց դա միգրացիոն լրիվ ուրիշ պատկեր է եւ ժողովրդագրական իմաստով հետագայում լրիվ ուրիշ խնդիրներ է մեզ համար ստեղծելու։ Եվ վերջին կետը գրել է խաղաղություն է։ Գերեզմաններում միշտ էլ խաղաղություն է լինում, որպես կանոն։ Իրենց հաջողվել է ամենամեծ խաղաղությունը հաստատել Ստեփանակերտում եւ Արցախի մյուս բնակավայրերում։ Դա է խաղաղությունը, իսկ իրականում մենք ապրում ենք նոր վտանգների եւ սպառնալիքների պայմաններում։ Ես ուզում եմ Վահագ Ալեքսանյանին հիշեցնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման պայմանագիր չի կնքվել, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ անգամ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, որ դեռևս 2022 թվականից իրենք խոսում էին խաղաղության խաչմերուկ ծրագրի մասին, Ադրբեջանի հետ սահմաններ բացելու մասին, որի վերաբերյալ Իլհամ Ալիևը մի քանի օր առաջ Մյունխենում հայտարարեց, որ դա փուչ ծրագիր է, դա կապված էր Բայդենի հետ, դա պետք է ուզել Բայդենից,
Իսկ Վահագն Ալեքսանյանին պետք է հիշեցնել, որ իրենց պաշտոնավարման վերջին 2 տարիներում իրենք ադրբեջանցիների պահանջը կատարելով Տաուշից են տարածքներ հանձնել Ադրբեջանին, իսկ Թրիփի անվան տակ նաև Մեղրին են հանձնել Ադրբեջանին։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։